Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Մայիսի 9-ը պետք է դառնա ազգային հաղթանակների վերակերտման օր, Շուշիի ազատագրման օրն է։ Քարոզարշավի մասնակցելու հնարավորությունից զրկված Սամվել Կարապետյանը թիմակիցներին դիմավորել է առանձնատան բակում, դաշինքի առաջնորդը հանդես է եկել ուղերձով։ Վեդի գործի շրջանակում նոր քրեական հետապնդում են հարուցել, քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Հրադադար ռուս-ուկրաինական ճակատում, ինչ է հայտարարել Թրամփը։ Երևանի պատմական շենքերից մեկը փոխում է իր տեսքը, մասնագետներն ահազանգ են հնչեցնում։ Ինչ մեթոդ է կիրառվել, ինչպես դա կարող է անդառնալի վնաս հասցնել պատմական քարին եւ ով է թույլ տվել միջամտել հատուկ պահպանության շենքին։ Այսօր մայիսի 9-ն է, Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման հաղթանակի օրը։ Մայիսի 9-ը հաղթանակի, մեր ազգային միասնության, կամքի ու տոկունության խորհրդանիշն է։ Այս հաղթանակը ռազմական արվեստի ու հայ ժողովրդի միասնության բացառիկ դրսևորումն էր։ Հաղթանակի խորհուրդը հավերժ է, երբ այն հատում է կենացի սահմանը, դառնում կենցաղի անբաժան մասնիկ, իմաստավորում մարդկանց կյանքը, ստեղծելով ավելի անվտանգ, ապահով, բարեկեցիկ ու նպատակային հասարակություն։ Փառք, պատիվ ու խոնարհում հայրենիքի համար մարտնչած եւ զոհված տղաների հիշատակին։ Շնորհավոր եռատոն։ Հատուն շուրուտ։ Ինքը թաթունը վերցնի, պուլեմյոտը կտնա անդոն լավ չաշխացնում, կաշխացնի։ Արի, վարո հոս արի։ Վարո, ես ծնարի, որ լավ է լես նգարի մետ։ Հադը պարգի կերիքին, արը, հոսլու կերանդին, հատսորու ասին, զորեցին, թորը թպեցին, աղր գաբի գասեցին, ելի չեր գերեցին, գերեցին, yarışların avansın, gel kanu gel çimsatsin, kanu gel keretanu gel, kanu gel keretanu gel, var neresin peru gel, bakayna karavu Martarun, Martarun, Hastakov, Kennedy, Kukar, Milan, Tererun, Tora, Machko, Solerun,
Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհածների հիշատակին։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ խաղաղությանը դեմ չեն, բայց այլ հարց է, թե ինչ որակի խաղաղություն ենք ուզում ունենալ, ինչ գնով, ինչի հաշվին։ Սա ընտրության հարց է, համոզված է Շահրամանյանը։ Եթե մենք լինելու ենք նվաստացած վիճակում, այդ խաղաղության ընթացքում, սա ևս ընտրության հարց է, որ առաջիկա ինձ թվում է ընտրություններում այդ ընտրողները ովքեր իրավունք ունեն ընտրել, պետք է իրենց կարծիքը արտահայտեն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարտության, այլև հայ ժողովրդի նսեմացման խորհրդանիշն է։ Ասում է, գեներալները փախել են, բայց առաջին փախչողը ինքն է, ասել է Օհանյանը։ Իրենց արժև նպատակ են դարձրել, որպեսզի նսեմացնեն մեր ինքնությունը, նսեմացնեն մեր բոլոր հաղթանակները, նսեմացնեն մեր հերոսներին, ովքեր մեր ամբողջ պատմության ընթացքում հերոսաբար մարտնչել են մեր ինքնության համար։ Տեսեք, մենք այսօր մեր պատմության ընթացքում հերոսական ճակատամարտեր ենք նշում, օրինակ նշում ենք Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակները, այսօր նաև տխուր պայմաններում նշում ենք Շուշիի ճակատամարտում տարած հաղթանակը 1992 թվականին։ Այսինքն մեր պատմությունը հիմք է նրա համար, որպեսզի մենք արժևորենք այն կարևոր պահերը, դրականը եւ դրա վրա հենվելով կերտենք նաև ապագան։ Մայիսին հայ ժողովրդի պատմության մեջ միայն անցյալի հաղթանակների հիշատակի օր չէ, այն ազգային կամքի, ինքնապաշտպանության և հայրենատիրության խորհրդանիշ է։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Շուշիի ազատագրումը, հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի մասնակցությունն ու հաղթանակը, Արցախի պաշտպանության տարիները մեկ ընդհանրություն ունեն։ Հայ մարդը հաղթել է այն ժամանակ, երբ ունեցել է ազգային նպատակ, պետական մտածողություն և սեփական հողի վրա ազատ ապրելու կամք, ասված է կենտրոնի հայտարարության մեջ։ Հաղթանակը նախ եւ առաջ ազգային գիտակցություն է, պետական նպատակադրում, ինստիտուտների գաղափարական ու գործընթացային համակարգում։ Հաղթանակը սեփական պատմության հանդեպ հավատարմությունն է, պետականության պահպանման կամքն ու ջանքը, հայրենիքի գաղափարի նկատմամբ պատասխանատվությունը։
Սերունդներին ազատ ու իրական անկախ պետություն փոխանցելու արդար, անժամանցելի խլված ազգային իրավունքներին վերատիրանալու պատմական հանձնառությունը։ Մայիսի 9-ը մեզ համար պետք է դառնա ոչ թե միայն անցյալի հիշողության, այլ ազգային հաղթանակների վերակերտման օր։ Ազատ ու անկախ ապրելու ձգտումը, հայրենատիրությունը եւ ազգային պետություն ունենալու գաղափարը եղել եւ մնում են հայության գոյության առանցքային նպատակները։ Փառք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի, եւ պատասխանատվություն բոլորիս, որպեսզի հայ ժողովուրդը կրկին դառնա իր պատմության եւ իր պետության տերը։ Հաղթանակի օրվա արդիվ ուղերձ է հղել ամենայն հայոց կաթողիկոսը։ Հաղթանակի եւ խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու եւ հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին, ասված է հայտարարության մեջ։ Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները երկրորդ համաշխարհային պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում։ Տասնամյակներ շարունակ այսօրը մեզ համար նշանավորվել է նաեւ Արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված եւ հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր եւ հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ կառավարության որոշ անդամներ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի հետ հարգանքի տուրք են մատուցել հայրենական մեծ պատերազմում ընկածներին Երևանի հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ Մեհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հողի վրա կասեցված չեն, դրանք շարունակվում են։ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցի վերաբերյալ վերջին հանդիպմանը 3 փաստաթուղթ են ստորագրել։ Վերջին հանդիպման ժամանակ մենք հանձնաժողովներով համաձայնեցրեցինք թվով 3 փաստաթղթի նախագիծ, իրանք իհարկե տեխնիկական բնույթի են, բայց շատ կարևոր նշանակություն ունեն, որովհետև այդ փաստաթղթերի համաձայն հետագա աշխատանքները շատ ավելի ինստիտուցիոնալ եւ կանոնակարգված կլինեն։ Ըստ այդմ այդ փաստաթղթերը շատ շուտով ներպետական ընթացակարգերով պիտի հաստատման գործընթաց անցնեն Հայաստանում եւ Ադրբեջանում։ Այդ փաստաթղթերը հաստատելուց եւ օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկրներում մենք շարունակենք գործընթացը։ Իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ անդրադարձել է Զելենսկիի Երևանում արած հայտարարություններին։ Զելենսկին Երևանում հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով, մեկնաբանելով այն լուրը, որ Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի։ Մենք չենք կարող հետևել ով ինչ հայտարարություն է անում, հա։ Այս մասով ես կարծում եմ կարևորը Հայաստանը ինչպիսի հայտարարություններ անում եւ Հայաստանը ինչպիսի դիրքորոշումներ է հայտնում։ Ես կարծում եմ այդտեղ կարևոր հարցը դա է եւ այդ մասով ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է հաղթանակի շքերթը, տրիբունայի առաջին շարքերում վետերաններն են ու Ռուսաստանի հերոսները։ Հիշեցնեմ, որ շքերթին հրավիրված էր նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն նա գնացել է արձակուրդ քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Հիմա Սյունիքում այսօր նախատեսված է քաղաքացիական պայմանագրի հանրահավաքը։
Մայիսի 8-ից մեկնարկել է քարոզարշավը, 19 քաղաքական ուժ, 19 նախընտրական ծրագիր և 1 ամիս ժամանակ քաղաքացիներին համոզելու համար։ Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 5-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրության մասնակից բոլոր ուժերը ընտրական օրենսգրքի պահանջով բացել են նախընտրական հիմնադրամներ։ Հայաստան դաշինքը հանրահավաք էր հրավիրել Էջմիածնի անմար կրակի հրապարակում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, իշխող ուժը սպառնում է պատերազմով, բայց կա պարզ ճշմարտություն։ Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, հաղթելու շանսերը մեծ են։ Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի հարատևելի եւ երաշխավորված եւ երաշխավորներ պետք է ունենանք։ Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդու կմաճույքի հետ։ Սա խաղաղություն չի, սա ստորացում է, սա նվաստացում է եւ մենք թույլ չենք տալու դա։ Քարոզարշավին մասնակցելուց զրկված Սամվել Կարապետյանը թիմակիցներին դիմավորել է առանձնատան բակում տիկնոջ հետ։ Տնային կալանքում գտնվող գործիչը հայտարարել է, որ մեկնարկում է հաղթարշավն ու 1 ամսից մեծ ցնծությամբ տոնելու են մեծ հաղթանակը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է շրջել գյուղ առ գյուղ, լսել բնակիչների խնդիրները, ներկայացնել իր կուսակցության ծրագրերը։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Չինաստանը, Ամերիկան եւ Ռուսաստանը երաշխավորում են, որ իրանք պաշտպանում են Հայաստանին, որ պատերազմ պետք է չլինի, պետք է Հայաստանը պատերազմի դուռը փակի։ Սկսի տնտեսության զարգացման, բարեկեցության, որ երկիրը բարգավաճի։ Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դա մասին չմտածենք։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Վեդիում մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում, անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ Հիշեցնեմ, քրեական վարույթի շրջանակում կալանավորել են 2 անձի։ Երևանում պատմական շենքերի ճակատագրի շուրջ վեճերը նոր չեն, բայց այս անգամ խոսքը ոչ թե քանդման, այլ վերականգնման անվան տակ կատարվող միջամտության մասին է։ Մասնագետները զգուշացնում են, մշակութային ժառանգությունը վտանգի տակ կարող է հայտնվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայտարարվում է, թե շենքը պարզապես մաքրում կամ բարեկարգում է։ Եվ եթե ժամանակակից շինարարության դեպքում սխալը կարելի է ուղղել, պատմական հուշարձանի դեպքում երբեմն մեկ սխալ միջամտությունն անդառնալի հետևանք կարող է ունենալ։ Թեման ուսումնասիրել է Սեդակ Գյուրեխյանը։ Իմ հետևում բժիշկ Արամ Տերավետիքյանին պատկանած պատմական շենքն է։ Ավազաշթային եղանակով մաքրելու հետևանքով շենքի ճակատի սրբատաշ քարերը դարձել են ծակոտկեն, մակերեսը անհարթ։ Նման եղանակով մաքրումը մասնավոր կազմակերպությունն է նախաձեռնել։ Աբովյան փողոցի այս շենքը Art Nouveau ոճի մեջ Երևանի միակ պահպանված նմուշն է։ Պատմաբան Հայկ Դեմոյանի խոսքով հատուկ պահպանության հուշարձան շենքերի դեպքում նույնիսկ մաքրման աշխատանքը ինքնակամ չի կարելի իրականացնել, առանց համապատասխան մարմինների թույլտվության ու մասնագիտական եզրակացության։ Որևէ կոչ
գործողություն նորոգման, թե ինչ որ վերանորոգման ռեստավրացիայի պարտավոր է սեփականատերը տեղյակ պահել համապատասխան կառույցին, տվյալ դեպքում մշակույթի նախարարությունը թե ԿԳՄՍ նախագիծ կազմվի, այնտեղ աշխատեն փորձագետներ, այնտեղ աշխատեն համապատասխան այդ աշխատանքին տիրապետող վարպետ մասնագետներ, որոնք կասեն թույլ տալիս են, թե թույլ չեն տալիս։ Շենքի մի հատվածը պահպանել է նախկին տեսքը՝ կարմրավուն, հարթ, սրբատաշ քարերով։ Մյուս հատվածը, որտեղի դեպ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, փոխվել է, քարերը դարձել են բաց գույնի ու անհարթ։ Դեմոյանը սա անվանում է ոչ թե մաքրում, այլ քարի մակերեսի վնասում։ Սրբատաշ քարի իմաստը այն է, որ այդ քարը, որ ասում են երեսը բացել քարի, մուրճի հարվածներով խտացնում է այդ մակերեսը, որը ներգործությունից չի քայքայում քարը, ավելի խիտ է դարձնում։ Դրա համար սրբատաշ քարերը երկար ժամանակ մնում են 100 տարիներ, եկեղեցիները նույնիսկ 1000 տարի։ Սրբատաշ քարը դրա համար է իմաստը։ Ըստ պատմաբանի շենքի պատերը մաքրելու համար կիրառվել է օդամղիչ ավազաշիթային մեթոդ։ Ուժեղ ճնշման տակ օդն ու ավազի մասնիկները հարվածում են քարի մակերեսին, ստեղծելով արտաքին թարմացման տպավորություն, ինչը աղետալի հետևանքներ է ունենում շենքի հետագա ճակատագրի համար։ Երբ որ քարը դառնում է ծակոտկեն, այն ենթակա է հողմնահարման, ջրի ներգործության եւ արևի ջերմաստիճանի ներգործության։ Այս երեքի ներգործության արդյունքում էլ ցնցումները չեմ ասում, մանր միկրոցնցումներ ամեն մեքենայից։ Այս ամեն ինչի արդյունքում դուք սրբատաշ մակերես ամբողջ ճակատով չեք ունենալ։ Դա ժամանակի տարիների հարց է, ոչ թե տասնամյակների։ Տարիների ընթացքում ձմեռ, ամառ, քամի, այս ծակոտկեն մասան զանգված ամբողջ ճակատով շենքի վերածելու է խոցելի ժամանակի ընթացքում արագորեն վնասվող հատվածի։ Պատմաբանը ընդգծում է, շենքն այս պահին կորցրել է իր բացառիկությունը որպես հուշարձան, քանի որ սրբատաշ քարը անգամ մուգ եւ փոշոտ տեսքով ոչ միայն ապահովում էր կոլորիտը, այլ նաեւ ամուր էր եւ վնասման ռիսկեր գրեթե չկային։ Բայց Երևանում սա միակ դեպքը չէ։ Մենք եղանք նաեւ Բուզանդի 38 հասցեում գտնվող հուշարձան շենքի մոտ։ Բնակիչներից մեկը պատմեց, օրեր առաջ այստեղ եւս նույն եղանակով են մաքրել շենքի քարե մակերեսը։ Իսկ երբ հարցրինք ով է նման եղանակով մաքրել շենքը, նշեց, որ այն իրենց մասնավոր տարածքն է եւ եթե իրենք նախաձեռնեին նման եղանակով չէին մաքրի։ Ինչ վերաբերում է Աբովյան 1 հասցեին, հարց է առաջանում։ Մասնավորը ինքնակամ է նման եղանակով շենքի ճակատային հատվածը մաքրելու որոշում կայացրել։ Մենք դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը եւ քաղաքապետարանին, հասկանալու արդյոք մասնավորը թույլտվություն ստացել է պատմական հուշարձանը նման եղանակով մաքրելու համար։ Պատասխանները կհրապարակենք ստանալու պես։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Կրթական համակարգի մասին խոսելիս սովորաբար ներկայացվում են բարեփոխումներ, նոր չափորոշիչներ ու ծրագրեր, բայց կրթության ոլորտում աշխատող մասնագետների մի մասը պնդում է, իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է, քան պաշտոնական հաշվետվություններում է երևում։ Վերջին տարիներին դպրոցների, դասագրքերի, կրթական բովանդակության ու ընդհանուր համակարգի վերաբերյալ դժգոհությունները ոչ միայն ավելացել են, այլև արդեն վերածվել են համակարգային նահազանգերի։ Ինչ խնդիրներ է արձանագրել ազգային կրթության խորհուրդը եւ ինչու են կրթության ոլորտում խոսում արդեն ոչ թե պարզապես բարեփոխումների, այլ ճգնաժամի մասին, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ 229 փակված դպրոց, կրթության որակի անկում, ազգային ինքնությունից կտրված դասագրքեր ու հանրակրթական համակարգում կուտակվող խնդիրներ։ Այս ամենի մասին ահազանգ է հնչեցնում ազգային կրթության խորհուրդը, ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության վերջին տարիների աշխատանքի վերաբերյալ իր զեկույցը։ Խորհրդի անդամ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նկատում է, վերջին 7-ից 8 տարիներին Հայաստանի կրթական համակարգը ոչ թե առաջընթաց է արձանագրել, այլ զգալի հետընթաց։ Հայաստանում վերջին 7-8 տարվա ընթացքում տեղի է ունեցել կրթության ոլորտի համակարգային կազմաքանդում։ Եվ այդ մենք հետազոտության արդյունքներով ենք ցույց տալու, մասնավորապես դպրոցների փակման խնդիրը ամենացցուն եւ ամենաշատ տարածում ստացած մեր հետազոտության արդյունքներն ենք այսօր ներկայացնելու։
Այս գնահատականը միայն կարծիք չէ։ Խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի իրականացրած հետազոտությունը թվերով ու փաստերով ցույց է տալիս, նախարարության մի շարք որոշումներ համակարգային խնդիրներ են ստեղծել։ Շերտ առ շերտ վերլուծելով վերջին տարիների փոփոխությունները, Ներսիսյանը ներկայացնում է դրանց ազդեցությունը կրթության բովանդակության, ազգային բաղադրիչի եւ կրթական որակի վրա։ Ապազգայնացումը երկու փոխկապակցված շերտերով է արտահայտվում։ Առաջինը դպրոցում ուսուցման ու դաստիարակության գործընթացում ազգային քաղաքակրթական բովանդակություն ապահովող առարկաների ժամանականակի միտումնավոր կրճատում է տեղի ունենում եւ երկրորդը այդ առարկաների բովանդակային աղքատացում է տեղի ունենում։ Խորհուրդը ոչ միայն արձանագրել է խնդիրները, այլ նաեւ մշակել է առաջարկների փաթեթ կրթական համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ներկայացնում ենք մի քանի այլ բան, օրինակ արժեքային համակարգի ձևախեղումը եւ ընդհանրապես արժեքներից զուրկ կրթության ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Կրթական դաշտում վտանգների մասին ահազանգ են հնչեցնում նաև դպրոցների ղեկավարները։ Կարին Տոնոյանի համոզմամբ պետության ճգնաժամը հաճախ սկսվում է հենց դասասենյակից, երբ կրթությունը կորցնում է իր արժեքային ու ազգային հիմքը։ Շատերը թողնում են հայրենիքը, հեռանում են, որովհետև շատ դժվար է, եւ դու ես կառուցում, առավել եւս եթե քեզ այդպեսին չեն կրթել, շատ հեշտ է գնալ ուրիշի կառուցած պետությունում վայելել կյանքը գոյատևել։ Եվ այս ապակրթական, հակակրթական միջավայրը քայքայում է ներսիս պետությունը, ժողովրդին դարձնում է անհավատ, այլևս ինքը չի հավատում այս երկրում իր երեխայի ապագային եւ հետեւաբար կրթությունն արդեն իսկ դառնում է ինքնանպատակ։ Որպեսզի կրթությունը չդառնա ինքնանպատակ, անհրաժեշտ է պայքարել հանրակրթության համակարգում արձանագրված մի շարք խնդիրների դեմ, ինչպես ազգային կրթության խորհուրդն ունի լուծումը։ Այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է ձևավորել այլընտրանք, բայց այլընտրանքը ոչ թե պետք է լինի հատվածային, ինչ որ դասագրքերի բովանդակություն փոխենք, ատեստավորման կարգ փոխենք, տնօրենների ընտրության ձև փոխենք, այլ պետք է լինի համակարգային։ Կրթությունը պարզապես գիտելիք փոխանցելու համակարգ չէ, այն պետության ապագան ձևավորող անվտանգային հնասյուն է։ Երբ փակվում են դպրոցները, փոխվում են արժեքային շեշտադրումները, իսկ որակի վերաբերյալ հարցերը մնում են անպատասխան։ Վտանգվում է ոչ միայն կրթական համակարգը, այլև երկրի վաղվա օրը։ Ազգային կրթության խորհուրդը վստահեցնում է լուծումներ կան։ Հարցն այն է, կլսեն արդյոք պատասխանատուները։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում կլինի երրորդյա հրադադար մայիսի 9-ից մինչև 11-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի խոսքով հրադադարը հայտարարվել է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով Ռուսաստանում կայանալիք տոնակատարությունների կապակցությամբ։ Նա ընդգծել է երկրորդ աշխարհամարտում մեծ էր նաեւ Ուկրաինայի դերը։ Բացի այդ, հրադադարը ենթադրում է ռազմագերիների փոխանակում 1000-ի դիմաց ֆորմատով։ Ֆարս գործակալությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկացի ռազմածովայինները հարվածել են շրջափակումը ճեղքել ու նավահանգիստ հասնել փորձող իրանական երկու ոչ բեռնված տանկերի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը տարածում է կեղծ տեղեկություններ Իրանի հրթիռային պաշարների եւ արձակման հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ Իրանի հրթիռային պաշարները եւ արձակման հնարավորությունները փետրվարի 28-ի 75%-ի մակարդակի վրա չեն, այլ իրական ցուցանիշը 120% է։ Արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ երբ օրակարգում է հայտնվում դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրության ուղին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։